Բարև ձեզ հարգելի քաղաքացիներ, սիրելի ընկերներ, Երևանից Էջմիածին ճանապարհին եմ եւ այս 10-15 րոպեն ուզենայի օգտագործել ձեր հետ զրուցելու համար կապված այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունների եւ տեղի չունեցած իրադարձությունների վերաբերյալ մասնավորապես Կիրակի է, հերթական Կիրակին է, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր հերթական եկեղեցում իր մասնակցության պատարագի մասին, պատարագը արդեն ավանդույթ, իրենց համար ավանդույթ դարձած ձևով ենթարկվում է խմբագրության, Վեհապար Հայրապետի անունն են զեղչում, ճիշտ է, ինչպես օրինակ ցույց տվեց Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու օրինակը, արդեն այդ հաջորդ պատարագներին անունը վերականգնվում է Վեհապար Հայրապետի, դա այսպես զուտ ծիսական նշանակություն ունեցող հարց չէ, դրա վերաբերյալ մասնագետները բազմիցս արտահայտվել են, սա հենց խորհրդի բովանդակությունը կազմող եւ եկեղեցու միասնականությունը խորհրդանշող երևույթ է, դրա մասին հիմա շատ չեմ խոսի, ամեն դեպքում ինչ տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցներից մեկը ուղիղ բացահայտ աներկբա ձևով բռնության կոչ հնչեցրեց այդ իրենց միջոցառման շրջանակներում, ես մի քիչ կդժվարանամ կոնկրետ այդ մարդկանց մասնակցության մասով դրա անունը պատարագ դնել, որտեղ նրանք ուր նայում ես խոսացածը, նայում ես վարքագիծը, իրենց համար քաղաքական միջոցառում է։ Եվ կոնկրետ այդ մարդը Վեհապար Հայրապետի նկատմամբ բռնության կոչ հնչեցրեց։ Հետո իհարկե որևէ մեկը չէր կասկածում, որ հանրային ծառայող է այդ անձը հանդիսանում, պարզվեց, որ Գառնու համայնքապետարանի ներկայացուցիչն է, то есть աշխատողը, ինչ որ ջրի հարցով զբաղվող անձնավորություն։ Շատ արագ դա բացահայտվեց եւ անունն էլ լրատվականները նշեցին որպես Ջնդոյի Էդո, ինչ որ տենց հետաքրքիր անձնավորի բանը անուն է, տենց մականունն է երևի էլի այդ Ջնդոն։ Ու երևի արդեն անունազգանունն էլ շուտով պարզ կլինի եւ կարեւոր համարեցի մի քանի նկատառում հայտնել իրավական եւ մերձ իրավական, թե ինչպես են պատկերացնում ինչա լինելու այս փաստի հետ կապված։ Հիմնվելով թե օրենսդրության եւ թե նախորդ պրակտիկայի վրա։ Մինչև այդ ասեմ գոհունակությամբ, որ Նիկոլ Փաշինյանի երեկվա պլանը, այն որ ինքը ըստ էության կատարեց հանցագործություն, ըստ էության դրդեց քաղաքացիներին գնալ եւ խանգարել ծեսը, ոնց որ թե այդ իր ծրագիրը չհաջողվեց, ամենայն դեպս շատ եկեղեցիներ, որտեղ որ իմ ընկերներն էին գնացել, հարց ու փորձ եմ արել, նման դեպք ոնց որ թե չի գրանցվել, ամենայն դեպս նման այլանդակություն տեղի չի ունեցել, մարդիկ սովորականի պես իրենց պատարագն են մատուցել, ժողովուրդն էլ մասնակցել է ավելի մեծ թվով, մարդիկ շատերը նաև սովորել են այդ գոհանամքի հետ համապատասխան հատվածը եւ սարկավագների հետ երգել են այդ հատվածը, այդ մնացել է Նիկոլից, այդ ամենում մարդը անընդհատ վատություններ է փորձում անել, բայց որ չկաչարիկ առանց բարիք սկզբունքով ինչ որ օգուտել է տալի, փաստորեն մարդիկ շատերը չգիտեին, որ օրինակ Վեհապար Հայրապետի 3 հիշատակություն է լինում պատարագի ժամանակ, 2-ը կարծեմ քահանայի կողմից, 1-ը սարկավագների կողմից եւ վերջինը եւ ամենա այսպես չասեմ կարևորը, մի խոսքով վերջինը։ Շատ շատերը գնացել են պատարագին մասնակցել են հատկապես որպեսզի իրենց ձայնով, իրենց երգեցողությամբ, իրենց մասնակցությամբ թույլ չտան, որ ինչ-որ մարդիկ խանգարեն պատարագը, բայց ոնց որ թե նման անձնավորություններ չեն եղել եւ բոլոր նրանք, ովքեր որ Նիկոլա Դավան, даже չեմ ուզում ասեմ քրիստոնեության, դրա ինչն է քրիստոնեություն։ Բոլոր նրանք, ովքեր որ Նիկոլա Դավանության կողմնակիցն են,
գնացել են Գառնի, որպեսզի մասնակցեն այնտեղի այսպես կոչված պատարագի։ Ամեն դեպքում վերադառնանք Ջնդոյի Եդոյի քեյսին եւ փորձենք հասկանալ, թե ինչ հետևանք է սպասվում կամ ինչ կանխատեսում կա այդ անձնավորության վարքագծի հետ կապված։ Ես ուզում եմ իմ կանխատեսումը կատարել մեկ այլ օրինակով, որը Ռուստամ Ավագյան անունով մեկն է, ձեզ ծանոթ է, այն մարդը, լավ, տենց ասեմ էլի, սոթիկի չնայած դժվարությամբ եմ իրան ասում, մարդ, որտեվ տամարդի վարքագիծ էր դրսևորել արցախցիների հետ կապված, հիշում եք, թող բայրակտարները ուտեն, թող էս անեն, թող այն անեն։ Եվ երկար ժամանակ որևէ բան չկար, տենց իրավական, գնահատական դրան չէր տրվում։ Երբ որ լուսահոգի Արմեն Գրիգորյանի գործով մենք անընդհատ պնդում ենք, ասում ենք, դուք խտրականություն եք դրսևորում, մենք էլ մի որոշ ժամանակ չասեմ արհեստական, բայց նենց էր ստացվում, որ նիստերը չէին կայանում։ Ես այդտեղ մտածեցի, որ ինչ-որ մի բան ստեղ են չի։ Եվ մեկ էլ նշանակվեց արդեն վերջին դատական նիստը, որտեղ որ կողմերը պետք է արդեն եզրափակիչ ելույթներով հանդես գան։ Եվ մեր հիմնական փաստարկներից մեկը հենց այդ խտրական մոտեցման փաստարկն էր։ Ենթադրելով, որ ինչ-որ ժամանակը մեկ այլ քրեական հետապնդման համար է օգտագործվել, ուսումնասիրեցի համապատասխան համակարգերը եւ պարզեցի, որ այս ընթացքում կներեք այս արտահայտության համար գյոզերով տարել էին այդ Ռուստամ Ավագյանին դատելու այդ արտահայտության համար։ Որպեսզի դատախազը հաջորդ օրը գա, այն ժամանակ երբ որ մենք խոսենք, ասենք, որ տեսեք խտրականություն է եւ այլն, նրանք ասեն, ի՞նչն է խտրականություն, հենա Ռուստամ Ավագյան անունով մեկին, էս էլ գործի համարն է, գնացեք նայեք։ Դա մենք էլ parza, որ էլ չենք հասցնի նայել, չենք հասցնի ուսումնասիրել, բայց դատախազի խոսքը կմնար։ Մենք նախապես ենք ուսումնասիրել եւ տեսել ենք մի բան, որ օրինակի տարբերություն Արմեն Գրիգորյանի, որ հիշում եք, լուսահոգի Արմեն Գրիգորյանին, ինչ խայտարակ ձևով ձերբակալեցին, 2 ամսվա կալանք տվեցին, այդ ազնվորությունը ոչ ձերբակալվել էր, ոչ բնականաբար կալանավորվել էր, մեղքը ընդունել էր եւ պայմանական դատապարտություններ դրա նկատմամբ կիրառվել։ Այդ դեպքում, երբ ինքը մի քանի ամիս առաջ եւս մի անգամ դատվել էր, մեկ այլ արարքի համար։ Եվ այդ տրյուկը առանձնապես չստացվեց, որտեղ մենք ասացինք, որ այո տեղակ ենք այդ գործին, բայց այդ գործը հենց ցույց է տալի, որ այստեղ կա խտրական մոտեցում Արմեն Գրիգորյանի նկատմամբ։ Հիմա ես կարծում եմ, այս Ջնդոյի Եդոյի գործը իրենք օգտագործելու են հենց այդ նպատակով, որովհետև բռնության կոչերի հոդվածները, եթե նայում եք այդ տեղեկատվական համակարգում, դատալեքսա է կոչվում, իրավաբանները դրա տեղը լավ գիտեն։ Ես մեկ դեպք եմ ընդհանրապես տեսել, որ չվերաբերվի ԿՊԱ-ականներին։ Ճնշող մեծամասնություն, երևի 80% վերաբերում է անձամբ Նիկոլ Փաշինյանին, մի 20% վերաբերում է այլ ԿՊԱ-ականներին, եւ մեկ դեպք եմ տեսել, լավ թող մեկը չլինի, երկուսը կամ երեքը լինի, տասնյակների մեջ, եթե ոչ 100-ից ավելի, որ վերաբերի մեկ այլ անձի։ Այս հոդվածը բացառապես կիրառվում էր եւ կիրառվում է նիկոլականներին պաշտպանելու համար։ Այս հոդվածը ոչ թե ՀՀ քաղաքացիներին պաշտպանելու համար է, այլ հատկապես Նիկոլ Փաշինյանին եւ որոշ չափով իր այսպես շրջապատին։ Հիմա ենթադրում եմ, որ խնդիր է առաջացել ինչ որ առումով նաեւ հանրությանը ցույց տալու եւ ավելի մեծ է հավանականությունը համարում ոչ միայն եւ ոչ այնքան մեր հանրությանը, որքան այսպես ասենք միջազգային հանրությանը, որը ճիշտ է հրապարակային ինչ որ բաներ չի ասում, բայց ես ուղղակի բացառում եմ, որ այդ մարդիկ չխոսեն սրանց հետ։ Չգիտեմ, մամուլով օրինակ գնաց լուր, որ ոնց որ թե Ամերիկայի փոխնախագահ Վենսն է Պետրվանին պատրաստվում գալ Հայաստան։ Բայց լսեք, Վենսի ելույթը ես իմեջում էլ դրել, ես առհասարակ Վենսին բավական դրական եմ վերաբերում, ընդգծված եւ հատուկ վերաբերմունք ունեմ իր կերպարի նկատմամբ, որպես պահպանողականության, քրիստոնեության վրա հիմնված պահպանողականության վառ արտահայտիչ։ Վենսի ելույթը տեսեք, Պետրվարն էր թե մարտն էր Եվրոպայում, որ գնաց այդ կեղծ լիբերալներին շատ կներեք իր ելույթով ուղղակի ջնջխեց։ Այն որ այն գերներ
Ուր կորավ խոսքի ազատությունը։ Ուր կորավ SSSS արժեքները։ Մի հատ բացեք նայեք, էլի ֆանտաստիկ ելույթ էր ուղղակի։ Ուր կորավ մարդկանց իրավունքը ընտրությունների։ Այն ժամանակ թարմեր այդ Ռումինիայի, Մոլդավիայի դեպքերը, երբ որ արհեստականորեն խոչընդոտներ էին տարբեր ուժերի նկատմամբ հարություն եւ փայլուն ուղղակի ելույթ ունեցավ։ Հիմա ես չգիտեմ, այդ մարդիկ նաեւ փակ խողովակներում են մի հատ հասկանում են, որ իրենց դիրքերն են կարծում եմ ուզում ամրացնել։ Որովհետեւ գալու է, չէ՞ Վենսը, գալու է Վենսը եւ ասի, որ այն գերներ ոնց եղավ որ այս բոլոր գործերը բացառապես այս հոդվածը ձեր համար եք օգտագործում։ Ոնց եղավ որ խուլիգանության հոդված եք դնում մեկի վրա, որը որ ընդամենը հետույք բառն է օգտագործել։ Ոնց եղավ որ մեր ձևով արտահայտությունը դիտել եք իշխանությունը բռնությամբ, եսիմինչ կոչ։ Դրա համար այս իշխանություններին ես կարծում եմ, որ պետքա մի кейս, որ իրանք սենց ցուցադրական ասեն, հա տեսեք, ջնդոյի եդոյին պատժեցինք, հո մենակ մեր մասով չի։ Դրա համար չզարմանաք, հարգելի քաղաքացիներ, որ ջնդոյի եդոյին պատժեն։ Իհարկե վստահ եմ, որ դա չի լինի, նա մի օր վստահ եմ, որ չի նստելու, չի ձերբակալվելու, չի կալանավորվելու, ավելին վստահ եմ, որ մեղքը ընդունելու է, արագացված է միջնորդելու եւ ինչ որ դուգանք ստանա ու հետո էլ ասեն, հա տեսեք ջնդոյի եդոյին էլ պատժեց։ Բայց օրինակ այդ նույն հոդվածի շրջան նույն հոդվածով հիշում եք մի քաղաքացի Սարգիս Մելքոնյան անունով ես նկարը տեղադրել էի։ Հարությանը ոչ հայտնի մարդ, որը իր էջում ինչ որ գրառումներ էր արել, ինչ որ մարդկանց հետ կապված, տարան դատեցին եւ 2 ամիս այդ մարդը անցկացրեց անազատության մեջ։ 2 ամիս կիրառվել էր նրա նկատմամբ կարճաժամկետ ազատազրկում պատժատեսակը։ Ճիշտ է, խափաման միջոցը բանի հետ կապված չէր անազատության, բայց հենց որ օրինական ուժի մեջ մտավ, եկան դուրը ծեծեցին, տարան մոտարապես նենց ոնց որ հրամանատարին, ոնց որ Աշոտ Երկաթին էլի անազատության խափաման միջոց չկար, օրինական ուժի մեջ մտավ, եկան տնից տարան հիմա պատիժ դաժե լեզուս չի պատտվում, ասենք, ինչ նշանակում պատիժ Աշոտ Երկաթի հետ կապված ապօրինի զենքի հոդվածով, այդ մարդու, որ հերոսական մի խոսքով էլի։ Էսա, դրա համար չզարմանաք, որ ջնդոյի եդոյի նկատմամբ նույնիսկ ցուցադրական ինչ որ դատավարություն անեն, նա ասի, հա, դե ես սխալվել եմ, դա սենց, դրանից չզարմանաք, բայց ես վստահ եմ, որ նա անազատության մեջ կարող է, ասենք, մաքսիմում անցկացնի 6 ժամ։ Դրանում վստահ եմ։ Որովհետև ենթադրում եմ, որ այս իշխանություններին, ոնց որ այն ժամանակ են Ավագյան Ռուստամի հետ կապված էր պետք մի հատ кейս, որ բերեն միջազգային եւ առաջի հերթին հարթակներում ասում, չէ, ով է ասում, արդեն չէ մահացել, Արմենը Գրիգորյան։ Չէ, ով է ասում, որ ստեղ խտրականություն կա։ Հենա, տեսեք, այս մեկին էլ ենք դատում, բայց հենց այդ մեկին դատելու кейսը ինքնին ցույց էր տալի, որ կա խտրականություն, որտեղ նրան մի րոպե առանձնատվության մեջ չէին պահել։ Վերջերս էլի այս նույն այս պատարակ անվանվող նրանց արարողություններին այրևաց, կարծեմ առաջի թե երկրորդ արարողության։ Հիմա նույնը ենթադրում եմ ջնդոյի եդոյի մասով են անելու, գուցե նաև ցուցադրական անեն, բայց այսպես դա չի նշանակում, որ այս իշխանությունները, եթե այդպես վարվեն, չի նշանակի, որ այս իշխանությունները խելքները գլուխներն են հավաքել։ Դա այդպես չի։ Դա ուղղակի ցուցադրական իրենց քաղաքական գծի ավելի լավ ձևով սպասարկելու շրջանակներում է լինելու։ Ինչ վերաբերում է մեզ, ապա ես կխնդրեմ կամ կոչ կանեմ իմ գործընկերներին, որ օպերատիվությունը մի քիչ պահանջում, որպեսզի այդ իրենց գրառումների տակ հանեն մյուս բոլոր բռնության կոչերը։ Մյուս բոլոր բռնության կոչերը հանեն, որ երբ որ սրա հետ կապված քրեական հետապնդում լինի, միանգամից դա էլ ներկայացվի փաթեթով, դե որ տենց է։ Հիմա տեսեք, հանրային վտանգավորության առումով ես մի քիչ ձեռնպահ կմնամ իմ մոտեցումը հայտնելու, որտեղ ես առհասարակ այն կարծիքին եմ, որ շատ վիճարկելի է առհասարակ այս արարքները հանցագործություն համարելը, բայց քանի որ իրանք դա օգտագործում են բացառապես Նիկոլ Փաշինյանի դեմ ինչ որ բաներ գրած մարդկանց մասով, հազվադեպ նաև մյուս նիկոլականների, ապա պետք է դա ի ցույց դնել այնքան ժամանակ, քանի դեռ այս հոդվածը կա մեր քրեական օրենսգրքում։ Հիմա
Մի հատ եկեք հանրային վտանգավորության տեսանկյունից նայել։ Ինչ որ մի անծանոթ մարդ, ասենք Սարգիս Մելքոնյանը, որի մասին ես ասացի, ինքն իր էջում ինչ որ կամ ինչ որ մի այլ տեղ մեկնաբանություն է թողնում, որը որ մի 10 կամ 20 մարդ է տեսնում։ Լավ թողնի 50 մարդ։ Դրա հանրային վտանգավորությունն է մեծ, իսկ այդ արարքի համար մարդը հիշեցնեմ 2 ամիս նստեց բանտում։ Բարաշենում 2 ամիս մարդը նստեց։ Դրա հանրային վտանգավորությունն է մեծ, թե այս ջնդոյի եդոյի արածի հանրային վտանգավորությունը, որ հերոստատեսությամբ էր, հսկայական տարածում ունեցավ, եւ նաեւ շատ կարեւոր է, որ հանրային ծառայող էր այս մարդը, ախպեր։ Այս մարդը հանրային ծառայող էր, որ շատ ավելի մեծ պատասխանատվություն է ենթադրում։ Հանրային ծառայողները ովքեր են պետական ծառայողները եւ համայնքային ծառայողները։ Հանրային ծառայող էր։ Գառն ու ջրի հետ կապված ոնց որ տենց էր բացահայտումը։ Համայնքապետարանի աշխատակից, դեպի պարզ է, որ Նիկոլ Փաշինյանին ով պետք է պաշտպանի։ Ազատ մարդիկ պաշտպանի, քիչ դժվարանա, քչերը կլինեն։ Քչերը կլինեն, բայց քչերը կլինեն։ Մեծ մասը այդ ռվենիա այդ ռուսերեն բառը ջանասիրությունը ցույց տվողները պարզա որ պետքա լինեն հանրային ծառայողներ, որոնք մեր հաշվին աշխատավարձ են ստանում, պարգևավճարներ են ստանում, մեր հարկերի հաշվին։ Այսքանը ես արդեն այս ընթացքում հասա Էջմիածին, կմտնեմ մի հատ մայրաթորի տարածք, ցավոք սրտի այսօր չկարողացա առավոտյան գալ պատարագի, ուղղակի գիշերը շատ ուշ վերջացրեցինք իմ նեմնիմին, դեպ հետաքրքիր հաղորդում էր, կարող եք դիտել, շատ հետաքրքիր հյուրերով, ես ու Արսենն ենք վարում, Լուսինեն Առաքելյան, Նարեկի կինը, շատ սիրված մեր դերասան Լևոն Հարությունյանը և ազգային անվտանգության ծառայության նախկին պետ 90-ական թվականներին ազգային անվտանգության հարցերով փորձագետ Դավիթ Շահնազարյանը։ Մի հատ կարող եք նայել, եթե հետաքրքրի ձեզ շատ ուշ վերջացրեցինք, այս ձյուն բուկ բորանին մինչև տուն հասա, ընդ որում արկածներով Տիգրան Ավինյանի շնորհիվ շնորհակալություն, երեքից շնորհիվ տես հավատասար Աստված շով մեծացավ, որտեվ այդ ոլորաններին բանի պլանի գլխի երկու հատ ավտոսը սաղալով վրաս էին գալի, թե ոնց փախցրեցի չգիտեմ։ Հա։ Դրա համար չկարողացա առավոտյան գալ, հիմա եմ մտնում, հետո գնալու եմ Նարեկին տեսակցեմ Չոբանքարայում։ Այդքանը։ Շնորհակալություն, հաջողություն։